քրքրել են, վզից 3 հատված, սրտին ամեն տեղը 3 խփել են, հոշոտել էին բառից բուն իմաստով հոշոտել։ Մրգաշենցի ատամնաբուժին առաջինը սպանված տեսած նրա կինը Լուսինեն մանրամասներ է պատմում սարսռազդու դեպքից։ Ըստ տեսագրության սպանության համար մեղադրվող եղբայրները երկար սպասել են Արթուր Ավագյանի տան դարպասների մոտ։ Հավանաբար տեսնելով, որ նա դուրս չի գալիս, իրենք են դուրս կանչել։ Կինը պատմում է, որ այդ պահին ամուսնու հետ սրճելիս են եղել, 10 րոպե անց առնաշաղախ կոշիկներն է տուն բերել շունը։ Թշնամիներ չուներ Արթուրը, վստահեցնում է քույրը, բայց համոզված է, եղբոր սպանությունը պլանավորված է եղել։ Համագյուղացիներից լսել է, թե սպանության համար մեղադրվող տղաների հարազատներն են հրահրել նրանց անմարդկային քայլի։ Խանութում 2 օր խմել են, անդադ հրահրել են, հորողբոր տղան, իր հայրը, եթե մինչև առավոտ չգնաք սպանեք, ես եմ ձեզ սպանելու։ Արթուրի երեխաները դպրոցում են իմացել, որ մարդ են սպանել գյուղում, բայց մտքների ծայրով էլ չի անցել, որ սպանվածը կարող է իրենց հայրը լինել, պատմում է նրանց հորաքույրը։ Երեխաները շոկահարված դասի ժամանակ ընդմիջումին տեսել են ամբողջ ուսուցչական անձնակազմը, սա դպրոցը շոկի մեջ լացում են, չեն իմացել, որ դա իրանց պապայի հետ է։ Սպանված 52-ամյա տղամարդու քրոջ խոսքով դանակի 19 հարված են հասցրել իր եղբորը։ Հայլուրի աղբյուրները հայտնել էին նաև, որ նրա գլխին նախ քարով են հարվածել, հետո դանակահարել։ Արդար դատաքննություն են ակնկալում դաժանաբար սպանված Արթուր Ավագյանի հարազատները, պահանջելու են, որ դատական նիստերը բաց անցկացվեն։ Թող բաց լսում լինի, թող ամբողջ աշխարհը տեսնի։ 90-ականներին թշնամու դեմ կռված տղայի համար այսպիսի դաժան ճակատագիր չէր սպասում մայրը։ Չի ուզում հավատալ, որ համագյուղացիներն են սպանել իր որդուն։ 17 և 20 տարեկան տղաները ձերբակալված են։ Գյուղացիները պատմում են, որ ամիսներ առաջ էլ եղբայրները դպրոցական տղաների են դաժանաբար ծեծել։ Մի քանի ամիս առաջ այդ նույն խմբակը ամբողջ գյուղի երեխաներին քրքրել են, այդ նույն վիճակի, բախտի բերմամբ սաղ են մնացել, ու սաղ ծածկադմփոց են արել։ Եթե այն ժամանակ իրանց կալանավոր էին, այս դեպքը չէր լինի։ Հիմա շատ վտանգավոր է, այդ ջահել սերունդը ամենաանկանխատեսելի վախենալու է ասամդելի։ Արթուր Ավագյանի տան դիմաց այսօր էլ մարդաշատ է, 7 օր է անցել նրա հուղարկավորությունից։